Ինչով եք պայմանավորում, նաև կա դատապարտյալներից ըստ էության բողոքներ, որ նամակները իրենց առողջության վերաբերյալ գանգատները որևիցե կերպ չեն արձագանքում եւ սա հետևանքն է այդ ամենաթողության, պետական կառույցների կողմից։ Մահվան դեպքերը տարբեր են, դրանց մի մասը բնական մահեր են, պայմանավորված անձանց որոշակի հիվանդություններով, ցավոք սրտի մի մասն էլ ինքնասպանության դեպքեր են եւ դրա հետ կապված ակտիվ աշխատանքներ հիմա դրանց մի մասը բնական մահվան դեպքեր են, մյուս մասը ինքնասպանության, այո։ Հարցի հասցեատերը եւ Արդարադատության նախարարությունն է եւ Առողջապահության նախարարությունն է եւ այդ է պատճառը, որ մենք ըստ էության ամենօրյա ռեժիմով միասին Առողջապահության նախարարության հետ աշխատում ենք, որպեսզի կարողանանք լուծել մարդկանց առողջության ապահովման եւ բժշկական սպասարկման խնդիրը։ Արդեն ինչպես գիտեք, Նուբարաշենում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանները բարելավվել են եւ նոր մասնաշենք է բացվել եւ մոտ ապագայում անազատության մեջ գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք նաեւ կտեղափոխվեն Նուբարաշեն համապատասխան պայմաններում ըստ էության իրենց պատիժը կրելու եւ այս առումով կարծում ենք, որ այդ քայլը առաջանցիկ քայլ է անձանց պատշաճ բժշկական սպասարկումը ապահովելու տեսանկյունից։ Բնական մահեր կան եւ ինքնասպանության դեպքեր կան։ Ես այո, բոլոր դեպքերը ուսումնասիրվում են։ Ես չեմ ուզի դեպքերն անհատականացնել, բայց կարծես թե այս պահի դրության պարկատվյալներով բոլոր դեպքերը կապված են հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունեցող անձանց հետ։ Այսինքն այդ անձինք ըստ էության հակված են եղել ժամանակին ինքնավնասման եւ ես ուզում եմ ազնիվ լինել, մենք որքան էլ որ փորձում ենք հետեւել, որպեսզի այդ ինքնավնասումները ճակատագրական ելքի չհանգեցնեն, երբեմն չենք հաջողում այդ աշխատանքում եւ ներողություն ես ավարտեմ իմ խոսքը նոր կհարցնեք։ Եվ այդ է պատճառը, որ հիմա ուսումնասիրում ենք միջազգային փորձը, որպեսզի նմանատիպ հակվածություն ունեցող անձանց խցերում տեղադրենք տեսախցիկներ եւ սա նորամուծություն է լինելու, բայց այլակերպ պայքարելը այս երևույթի դեմ ուղղակի հնարավոր չէ եւ այս առումով մեր միջազգային գործընկերներն էլ իրենց փորձով երբ կիսվում են, ասում են այլ հնարավոր տարբերակ քան տեսախցիկներով նմանատիպ անձանց վերահսկելն է ուղղակի գոյություն չունի։ Եվ սա քայլերից մեկն է, որ նախատեսում ենք մենք անել, որպեսզի նմանատիպ անձանց կյանքի իրավունքը, այսպես ասեմ, մենք կարողանանք ապահովել։ Մենք ես դրա համար չէ, տեսեք, բալանսավորում է պետք գտնել ճիշտ եւ այն դեպքում, երբ վտանգը սպառնում է անձի կյանքին, գուցե հնարավոր են որոշակի սահմանափակումներ եւ մենք այս առումով հեծանիվ հորինող չենք։ Աշխարհում այդ փորձը գոյություն ունեցի եւ մենք փորձելու ենք տեղայնացնել։ Անձինք համապատասխան փուշ հաստատություն, համապատասխան փուշ օգնություն, ամբողջ խնդիրն այն է։ Ավելացնել թե տպավորությունն է այդ մահվան դեպքերի։ Չէ, փաստացի, եթե խոսում ենք թվերի մասին վիճակագրական, իրականում դեպքերը ավելացել են, մենք ունենք դեպքերի աճ, եւ գուցե դա պայմանավորված է նրանով, որ որոշակի խումբ անձինք ավելի շատ են այս պայդրությամբ գտնում անազատության մեջ, քան դա առաջ էր։ Բայց սա պատասխան չէ, կարծում եմ, եւ մենք այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տանենք։ Ինչ ենք անում մենք։ Մենք հիմա իրականացնում ենք հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունեցող անձանց հաշվառում, որպեսզի մենք հստակ իմանանք, թե մեր կոնտինգենտից որքանն է, որ իրականում հակված է ինքնավնասման, որպեսզի նրանց հետ կատարենք անհատական աշխատանք այդ ռիսկերի կառավարման գործիքի համատեքստում։ Դա եւս մշակում ենք եւ մի բան էլ ինչ հարցրիք։ Ասեցի փաստորեն ձեր մտքերի որ նշանակեց կգամբել ըստ էության որևիցե արդյունք չտվեց։ Այո, հստակ պատճառական կապ է առկա նշանակման եւ մահերի աճի միջև։ Այս իմ խոսքը կտրելու են եւ տարածեն, ես վստահ եմ։ Եվ մյուս բանը